Պարոն Մանուկյան, առաջին նախագահի հանդիպումը վեհափառի հետ հարուցեց իշխանության ներկայացուցիչների զայրույթը և առաջին հերթին առաջինը արձագանքեց հենց Նիկոլ Փաշինյանը, ես բառացի մեջ բերեմ ինչ է ասել Տեր-Պետրոսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է և նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց, կեղծարարի ու կեղծիքի կողքին։ Խնդրեմ, ձեր մեկնաբանությունը։ Նոր իմացավ Նիկոլը դրա մասին։ Նիկոլը քանի տարի էր Լևոն Տեր-Պետրոսյանի թևի տակ մեծանում էր, ոնց որ ծառի վրա սունկ է, չի աճում։ Չգիտեր դրա մասին, այդ համարձակությունը ճշմարտությունը նոր հասավ, լուսավորվեց, ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի ցանկացած քայլ խիստ ծանր արձագանքների արժանանում ՔՊ-ի կողմից։ Իսկ Տեր-Պետրոսյանի քայլերը, եթե նկատել եք, միշտ այն ժամանակ է լինում, երբ երկրին վտանգ է սպառնում։ Եվ Տեր-Պետրոսյանի համար կարևորել չի ում կհանդիպի, իր հակառակորդներին գաղափարական, թե ոչ համախոհներին։ Իր մտածողությունը այնքան հեռու է Նիկոլի ամբողջ թիմի, Նիկոլի փոքր ուղեղի համար, որ ուրիշ բան չես էլ սպասում։ Արձագանքը միայն դա է նշանակում։ Ինչ ասեմ, ոնց որ փոքր պուճուրները, ժողովրդական բառով ասեմ, պուճուրները հարձակում են մեծերի վրա, ուղեղի վրա, գաղափարի վրա, տեսակետի վրա, մոտեցման վրա։ Սա իրենց դեմոկրատական բնույթն է։ Բայց եկեք կներեք պարոն Մանուկյան, հիշեցին 2008 թվականը, երբ որ վեհափառը գնացել էր Տեր-Պետրոսյանի մոտ եւ ասացին, որ նա նույնիսկ դուռը չէր բացել նրա առջև, հիմա ինչ է պատահել, որ հանդիպել է վեհափառը։ Էլի նոր հիշեց դրա մասին։ Տեր-Պետրոսյանը շատերի հետ է ունեցել կոնֆլիկտներ, անհամաձայնություններ, խիստ քննադատություն, բայց եթե մի փոքր տրամաբանություն ունենան եւ այդ խճանկարը կառուցեն, կտեսնեն, որ այդ բոլոր դրսևորումները միայն եղել է հանուն պետականության, միայն ու միայն։ Նույն Տեր-Պետրոսյանը չէր, որ գնաց Նիկոլի մոտ։ Ինչի համար գնաց։ Նույն պետության վտանգի համար, նույն կաթողիկոսի հետ չէր, որ հանդիպեց պատերազմը կանգնացնելու առաջարկով։ Նույն մտահոգությունը չէր, որ առաջարկ եղավ 5 նախագահներով Ղարաբաղի նախագահները եւ Հայաստանի 2 նախագահները նաեւ վեհափառի նախաձեռնությամբ երկիրը փրկելու ծրագիր առաջարկել, ընտրությունների գնալ։ Կարող եք ուրիշ դեպք հիշել, որի նպատակը պետության պահպանությունը չի եղել, չեք հիշի այդպիսի բան, չեք հիշի, եւ կարծես թե սա դեմ է գնում Նիկոլի այն ծրագրին, որ ինքը անում է մեր պետության ու պետականության նկատմամբ, այս աղմուկը, որ սկսել է ինքը, կարող ենք այսպես եզրակացության գալ, ինչու սկսեց, փորձենք իհարկե տրամաբանել, մեկ, որ սա միշտ օրինաչափ է, դրսից վտանգները ագնանում են, այսպես ասեմ, պատկերավոր, մեր դարպասները բաց են, եւ բացել են ներսից, ոչ թե դրսից, եւ երբ որ սպասվելիք գալիք վտանգները ագնանում են, Նիկոլը ներսում մի հատ դեբոշ է սկսում, իրար դեմ հանելու, իրար դեմ կռվելու, Նիկոլը այդ սովորությունը ունի եւ դա բազմաթիվ դեպքերով արդեն հիմնավորվել է, ապացուցվել է, դրսի վտանգների դեպքում ինքը խոսույթը տեղափոխում է ներս, սկսում դեբոշներ, սկսում է սևի սպիտակի բաժանում, մեղավորների փնտրտուք, որպեսզի այդ դրսի մարտահրավերները ռեցեսիվ լինեն, դոմինանտ չլինեն, ստվերվեն։ Եվ ես իմ մտահոգությունը վախը նաեւ որ դրսից սպասվում է նոր մարտահրավեր, նոր վտանգ, եւ ինքը այդ վեկտորը փոխել է ներսում խառնաշփոթ ստեղծելու։ Մյուս եզրակացությունը, որ կարող եմ անել, այն է, որ դրսից կոնկրետ պահանջներ կան եւ համընկավ ադրբեջանցիների պահանջների հետ, մեր եկեղեցու վրա հարձակումը սկսվեց դրսից այս փուլում եւ ինքը շարունակեց
այսինքն դրսի պահանջների կատարման ընթացքի մեջ ենք, եւ մյուսը, որ ակնհայտ երևում է, ես վերջին մի քանի ամսային բոլոր ելույթներում սա նշում եմ, այսօրվա իշխանությունը ուզում է ստեղծել Հայաստանում թևաթափ վիճակ, անհուսալի վիճակ, ապատիկ վիճակ, որի դեպքում ու ես իմ շփումների մեջ հասնում եմ դրան, շատ եմ տեսնում, ժողովուրդը ասում է լավ, բա ինչ անենք, այսպես լուծում չկա, շատերը անլուծելի բանի առաջ են, վիճակի առաջ են, իսկ սա խիստ նպաստավոր է իր համար, ինքը ստեղծելու է 26-ից առաջ այնպիսի վիճակ, որ ընտրության գնացող չլինի, եւ հիմա մի քիչ կոնկրետացել է այս թեման գումարեմ իրար, այդ բանը այսպես կառուցեմ, մոզաիկան կառուցեմ, 26-ին ինքը ակնհայտ գիտի, որ եկեղեցին դեմ է լինելու ընտրություններից առաջ եւ փորձելու է չեզոքացնել, փորձելու է ոչնչացնել այդ մեծ ընդդիմադիր դաշտը, ինքը փորձելու է խմբավորել եկեղեցու դեմ եղած բոլոր ուժերին, մինչեւ հիմա էլ ինքը այդ ուժերի աջակցությունը ստացել է, բայց հիմա երևի ավելի բևեռացում կգնա եկեղեցու դեմ ելած բոլոր ուժերը, ովքեր ուրախանում են, ովքեր ձեռքեր են տակածնում եկեղեցու դեմ այս հարձակումներից, ինքը դրանց կհամախմբի, որպեսզի ընտրական բանի ժամանակ ունենա որոշակի քվեներ, այդ էլ ակնհայտ կնում է, այսինքն եթե ինքը այդքան մտածում է, ապա սա նաև քայլ է 26 ընտրությունների նախապատրաստելու համար։ Ընտրությունների ժամանակ եկեղեցին ինչ մեծ հաշվով ընդհանրական եկեղեցին ինչ վտանգ կարող է ներկայացնել իշխանության համար, որովհետև քաղաքական ուժ չէ այստեղ, այսինքն ինչ վտանգ է տեսնում։ Քաղաքական ուժ չէ, բայց ունի հետևորդներ, ասենք Սրբազան շարժումը դրա ակնհայտ ապացույցներ։ Հոգևոր դասի եւ եպիսկոպոսած դասի մեջ ակնհայտ երևում է Նիկոլ Փաշինյանի արածների դեմ համախմբման միտում։ Եվ ձեզ ասեմ, եթե Նիկոլ Փաշինյանը այնպես արեց, որ եկեղեցիական այդ ամբողջ դասը առաջնորդած խումբը, հոգևոր խորհուրդը միասնականացավ, ներքաշեց քաղաքական բանի մեջ եւ նրանք ուզես չուզես պաշտպանելու են։ Խնդիրը գիտեք որն է։ Այնպես չի, որ եկեղեցուն քննադատելու նյութ չկա։ Մենք էլ ենք քննադատել, հենց այդ քննադատելու բաներ նաև այդ ձեր ասած կաթողիկոսին չընդունելը, դա էլ դրա դրսևորումներից մեկն է, բայց այստեղ խնդիրը լրիվ նոր որակ է ստանում, մտահոգիչ որակ է ստանում, պետության երկու ինստիտուտներ դուրս են գալիս իրար դեմ, հիմա այդ ինստիտուտները երկուսն էլ մեղքեր ունեն, երկուսին էլ կարող ես քննադատել, բայց իրար դեմ հանելը ընդ որ այն աստիճանի, որ այսօր սոցցանցերում արդեն ինքնապաշտպանվելու, չգիտեմ, դարպասները փակելու, պիկետներ անելու մասին է խոսքը, որը կարող է տանել ուղակի բախման, ֆիզիկական բախման, դա խիստ մտահոգիչ է, կրկնում եմ, ախր մտահոգ մարդը մի քիչ այսօր ով էր գրի, ասում է սենյակային ջերմաստիճանի չափ խելք չունեցողները բան են, պատերազմ են հայտարարել եկեղեցուն, չեն քննադատում է իրենք, անձերի դեմ են դուրս եկել։ Իրենք ասում են մենք կուսակրոնության հետ կապված շատ լավ խնդիր է, որը կարելի է խոսել, քննարկել, առաջարկել, բայց պատերազմ հայտարարել եւ գնալ սահմանադրական խախտման եւ ահաբեկչություն իրականացնել, որ դու պետք է հեռանաս, մեկը հարցնի դու ով ես, որ որոշես հեռանալ։ Դրա համար կա ինստիտուտ, կա կանոն 1700 տարվա եկեղեցիա եւ այդ կանոններով եթե կա այդ խնդիրը, խնդրեմ, այդ խնդիրը դիր թող քննարկել, այդ ինստիտուտը կա, բայց համաձայն եք իմ հետ Նիկոլի մոտ մտահոգությունը չէ եկեղեցու նկատմամբ կամ եկեղեցու ապագայի նկատմամբ, որ դրդում է այսպես շարժումների, այս ձևի քայլերի, այս ձևի այլանդակ լպիր լեքսիկոնի, ինչպեսին կիրառում են իր ուխտերը կամ ուսապարկերը, սա ամենևին մտահոգության խնդիր չի։ Սա արճակատման տանող հակասահմանադրական, կրկնում եմ, հակասահմանադրական գործընթաց է, որը հղի է խիստ վտանգներով։ Երևի թե մտանգներից մեկը կարող է լինել այդ վերջին գրառումով, որ ինքը ասում է, որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատվելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Այսինքն
ազատվել վեհապարից գործող եւ ընտրել նոր կաթողիկոս։ Շատ բարձ հարց եմ Առաջարկում են նա, տալիս։ եւ բայց այդ համախմբումը ինչպես է լինելու։ Շատ բարձ հարց եմ տալիս։ Թող ինքը նշի, թե օրենքի եւ սահմանադրության որ կետի հիման վրա իր առաջարկան։ 3 սահմանադրություն ա եղել, 3-ում էլ պետություն անջատ է եկեղեցու։ Քո ինչ գործն է քիթդ խոթում ես ներս եւ կարգադրություն ես անում վեհապարին գցելու կամ հեռացնելու առումով։ Ասում եմ ժողովրդին պետք է վերադարձնել եկեղեցին պարոն։ Հա, իբր պետությունը վերադարձեց, ինչպես ինքն է ասում, այն 5000 հոգուն էլ վերադարձեց, Ղարաբաղն էլ վերադարձեց, Սփյուռքն էլ վերադարձեց, Ցեղասպանությունն էլ վերադարձեց, բոլոր իր քայլերով ինքը ապապետական, ապակառուցողական քանդարար գործունեություն է իրականացնում, քանդարար։ Եվ ախր երևույթներին պետք է նայել համակարգային։ Ես կրկնում եմ, ով է ասել, որ եկեղեցում խնդիրներ չկան։ Մենք հենց այսօր անում ենք հոգևորականներից մեկի այդ բանախոսություն հասկանալու այդ ներքին կամ բայց խնդիրը հետեւյալն է, արդյոք մեր երկիրը այսօր այնպիսի փուլում է, որ կարող ես ամբողջապես շուռ գալ ներքին խնդիրներ լուծելու, ել չեմ ասում, որ դեմոկրատը ինքը խնդիրներ լուծում է տապորային ձևով։ Տապորային ձևով ինքը բանակի հերն է անցում, բանակի այս բաները ռեֆորմները, որը կոչվում է, չգիտեմ, փողով ազատվելու կամ ներքին զորքերին հրաման չտալու, կրակելու համար, Սփյուռքին ոչնչացնելու, բոլորին ոչնչացնելու քաղաքականությունը, երբ որ գումարում ես, տեսնում ես, որ իր խնդիրը ապակայունացում ստեղծումն է։ Այդ իր շիզոֆրենիկ գործնեությամբ, բառամթերքով եւ տհաճ է նաեւ որ իրեն գումարվում են մարդիկ, որոնք շատ թե քիչ ես հույս ունեի, որ մի քիչ քաղաքակրթություն են անցել, որ մի քիչ իշխանության բեռ են իրանց ուսերին տարել, մի մաս մեր շկոլան է անցել այդ սթափության, չգիտեմ, սառնասրտության, հաշվարկի շկոլան անցել են ու հիմա իրանց դիմում եմ, լավ, չեք տեսնում ինչ է անում։ Չեք տեսնում, որ իր մոտիվը միայն ապակառուցողական է, քանդելն է, պետության հիմքերը սասանելն է։ Դուք պատկերացնում եք Ալիևը հիմա ինչ երջանկությամբ է դիտում, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Երրորդ անգամ ասում, չեմ ասում, թե խնդրեմ չկա։ Ով ասում, բանակում էլ խնդրեմ կա, Սփյուռքի հետ էլ կա, կրթության հետ էլ կա, մտավորականների հետ էլ կա, բոլորի հետ էլ կա։ Բայց այս ձևի տապորային վաղվա մասին չմտածելու մեթոդը, այդ շիզոֆրենիկ, հիստերիկ, անզուսպ մեթոդը միայն վնաս է բերում։ Ես ոնց ասեմ, ես չեմ ուզի, որ Նիկոլին ջախջախեն, արդյունքում երկիրը կործանվի։ Ես չեմ ուզի, որ ինքը այնպիսի ճակատագրական սխալներ անի, որ ոչ թե ինքը տուժի կամ իր իշխանությունը, սատանան իրանց հետ, բայց երկիրը կարող է կործանվել։ Այս մտահոգությունը իրենց թիմում կա թե չկա։ Այդ մարդիկ մտածում են, որ զեվի քայլերով, այսպիսի անհաշվարկ, անզուսպ, լիրբ քայլերով տանում են երկիրը կործանման եւ բախման։ Չեն մտածում հավանաբար, որովհետեւ խորհրդանական երկրի ղեկավարը նույն այդ հանդիպման անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Վեհապարի մի կտոր ուղակի ես մեջ բերեմ նախ այն որ Տեր-Պետրոսյանին համարում է պատերազմի սիմվոլ ամենաերևուշագրավն է այս գրառման մեջ ասում է ինչ է ասում Ալեն Սիմոնյանը ասում է քեզ թվում է որ մեկ է ինչ էլ անես քեզ հիշելու են որպես անկախության սիմվոլ եւ մեծարեն բայց չարաչար սխալվում ես ժամանակները փոխվել են դու ամեն ինչ արեցիր, որ քեզ այլևս չհիշեն կամ հիշեն որպես անհաջող անցյալի փորձանք։ Հերիք է ատես հայ ժողովրդին ու քեզ սնես այն մտքով, որ իբր դու բոլորից բարձր ես, բոլորից խելացի։ Այդպես շարունակ ասեցի, որ նաև ասում է, որ պարտության սիմվոլ։ Ամոթ է, մեզ վրա կծիծաղեն, մեզ վրա ծիծաղում են, մենք ծիծաղի առարկա ենք դառնում։ Այսինքն մժեղները հարձակվել են փղի վրա։ Մժեղները հարձակվում են հզորի վրա։ Ուզում եք պատրվեք, ուզում եք մեջից երկու կես եղեք, բայց կա պատմություն, կա անկախության գործընթաց, կա համաժողովրդական շարժում, կա 41,000 կիլոմետր ազատագրելու ունենալու փաստ, կա հաղթանակած Հայաստան։ Եվ ովքեր եք դուք, այս բառը հաճախ եմ ասում, երբեմն ամաչում եմ, որ sense բառեր եմ օգտագործում, այ փսլնքորտներ, ովքեր եք դուք, որ պետության, պետականության, պետության հիմնադիրների վրա եք հարձակվում, ախր դուք ոչինչ եք, ախր դուք չունեք ոչ կենսագրություն, ոչ սկզբունք, ոչ գաղափար,
ոչ մի բան չունեք եւ չունեք ամենակարևորը, որ անգամ մնացածները թե չունենայիք ոչինչ, չունեք այս երկիրը հանգիստ ապահով ափ հասցնելու տեսլական չունեք։ Ով եք դուք։ Ով եք դուք, որ այսպես վայնասուն եք բարձրացրել մեր պետության վրա, պետականության վրա, պետականության ակունքներում կանգնած մարդկանց վրա, Ղարաբաղ կոմիտեի վրա, շարժման վրա, սա միակ բացատրություն ունի, իրենք անձերի դեմ չեն հարձակում, իրենք Տեր-Պետրոսյանի դեմ չեն հարձակում, Տեր-Պետրոսյանը իմ պաշտպանության կարիքը բաց հարձակ չունի, մարդուն գնահատում են իր արած դրածով, իր կենսագրությամբ, իր գիտական ժառանգությամբ, իր քաղաքական գործունեությամբ, վտանգը նա է, որ թիրախ այս մարդիկ չեն, իրենց թիրախը պետականությունն է, այ սրանից եմ վախենում, ինձ թող քննադատեն հայոյեն, ես արդեն իմունիտետ ունեմ, հեսա Facebook-ը կլցի, ինչ ուզում են ասեն, բայց իմ խնդիրը ոչ թե նրանք են, իրանք շատ փոքր են, որ ես իրանք արձագանքի եմ, իմ մտահոգությունը նա է, որ այս գործունեությունը, իրենց այս քայլերը բերում են պետականության թուլացման։ Հասկանում եք, ես վաղը չեմ լինի, Նիկոլը չի լինելու, բայց վաղվա սերունդը, վաղվա իշխանությունը ոնց է դուրս գալու այս ամենի տակից։ Մի ուրիշ բան էլ ասեմ, ախր ցանկացած իշխանություն, ցանկացած անձ, ղեկավար անձ, բնազդային պետքա իր վաղվա օրվա մասին մտածի, որ վաղը, եթե ասենք իշխանափոխություն եղավ արտահերթ, փողոցով, գլուխ ջարդելով, թե օրինական ընտրությունով, ուր ես գնալու, չէ որ քո արած արհավիրքները այնքան շատ են, որ տեղ չունես գնալու։ Չես մտածում, ախր ոնց ես այդ իշխանությունը հանձնելու, ուշ թե շուտ հանձնելու ես, չէ։ Օրինական, անօրինական, փողոցով, ընտրություններով, հրաժարականով, այնպիսի քայլեր են անում իրենք եւ այն ստրուկներն էլ պաշտպանելով հետևից թութակին մանկրկնելով գնում են, որ դա կարող է վտանգել մեր երկրի վաղվա օրը, վաղվա իմունիտետը, վաղվա պաշտպանունակությունը։ Այն որ ծաղրի առարկա են դարել, այն որ որևէ միջազգային պրոյեկտ Հայաստանով չի գնում, այն որ որևէ բան ներդրում Հայաստան չի գալիս, Հայաստանը միջազգային քարտեզի մեջ չկա, որևէ կերպ չկա, ոչ քաղաքական առումով, ոչ ազդեցության առումով, ոչ տնտեսական առումով, ոչ բարոյական առումով, եթե ուժեղ եք, այդ էներգիան տարեք են գերիներին բերեք, ախր ոնց կարելի է այս լուրջ խնդիրները թողնել, գրաված տարածք ունես, մի հատ համարցակ, այդտենց դուխով, տենց համարցակ, տենց համախմբված, տենց քպեական ուսապարկերով գնացեք գրաված տարածքների հարցը հետ բերեք, գերիների հարցը լուծեք, օրենքների հարցը լուծեք, այս ինչ օրենքներ եք բերում, այս ինչ խայտառակություն եք անում, այս երկիրը ապագա պիտի ունենա, թե չէ, ձեզ տվել են իշխանություն երկիրը պահելու, հաջորդ սերունդին հանձնելու, դուք հակառակն եք անում, ինձ համար իրենք ընդհանրեն միջոց են, որոնք ոչնչացնում են երկիրը, ինք ինձ համար ոչնչություն է, ես ոչ իրա մահն եմ ուզում, ոչ իրա պարտվելն եմ ուզում, նույնը չի ուզում Սերժի ժամանակ, նույնը Ռոբի ժամանակ, իմ խնդիրը մեկն է, մենք որպես սերունդ, որպես մտավորական, որպես քաղաքական գործիչ մի խնդիր ունենք, պահել այս երկիրը այնքան ինչքան մենք ստացել ենք, հանձնել եկող սերունդին, սա ինչ է անում, տալիս ու դեռ քիչ է տալիս է, դա արդարացնում որպես պետականության պահպանում, ցինիկության գագաթ, լպիրշության հրավառություն, այս ձեբան ոնց կարող է լինել, ավիրես ու դա ներկայացնես որպես հաղթանակ, ամոթ է վերջին հաշվով, բա մենք ազգ ենք, մենք հավաքական բան ունենք, թե չէ, այս ինչ են անում, եւ կրկնում եմ, մտավորականներ ուշքի եկեք, ախր շատ մեծ բան եք կորցնում, քաղաքական ուժեր ուշքի եկեք, ամբիցիաները թողեք ով է գալու իշխանության, կարևորը երկիրը պահելն է, քպեականներ ուշքի եկեք, չէ որ իմ հետ շփվել եք, շատ եք ինձ գիտեք, իմ մտահոգությունները, անկեղծությունը գիտեք, ինչ չեք գնում այս գժությունների հետևից, չեք տեսնում, որ սա ավիրում է երկիրը։